Հարգելի դատան, այս ելույթներից շատերը մենք առանձնացրել ենք, որ ձեր ուշադրությունը հրավիրեինք այդ ելույթների վրա, զարմանալիորեն մեղադրող կողմը այդ ելույթները փորձում է մեկնաբանել մեղադրական առումով։ Նախ եւ առաջ փորձենք հասկանալ, որտեղ է ձկան խանութը, որտեղ են կանգնած Իկարուսները։ Կարծում եմ պետք է մեղադրող կողմին դա արդեն վաղուց հայտնի լիներ, թե Իկարուսները որտեղ են, ձկան խանութը որտեղ է։ Նիկոլ Փաշինյանը հատուկ նշում է, ասում է մեր դիրքերից ոչ առաջ գնացեք, ոչ հետ եկեք, կանգնեք դիրքերում։ Ընդ որում, երբ որ ասում է, որ առաջ եկեք մի քանի հոգի, ասում են մեր դիրքերն ամրացրեք Իկարուսների մոտ։ Իկարուսները հարգելի մեղադրող։ Այդ մոտավորապես Զաքյանի Պարոնյան իհարկե չհասած խաչմերուկում է, մոտավորապես Զաքյանին ավելի մոտիկ հատվածում է գտնվում։ Մաշտոցի պողոտան որտեղ է, Պարոնյան Մաշտոցը որտեղ է գտնվում, Իկարուսները որտեղ են գտնվում։ Ես շատ եմ ընթերցել եւ կարող եմ մի հատ էլ հիմա հատուկ ընթերցել։ 50 հոգին ուր պետք է գնային, 2-300 հոգին ուր։ Տարբերակից։ Ուրեմն հատուկ նշում է Նիկոլ Փաշինյանը։ Առաջ մի գնացեք եւ նաեւ մեր դիրքերում կանգնեք ուղակի։ Դիրքերը բաժանված են բարիկադներով, այսինքն Իկարուսներով, որը հետագայում արդեն ինքը նշում է նաեւ։ Երբ որ նա ասում է, որ մի 2-300 հոգի առաջ գնացեք Իկարուսների մոտ ամրապնդեք մեր դիրքերը։ Այս իր ուղիղ նախադասությունն է։ Այսինքն չի ասում 2-300 հոգի գնացեք, չգիտեմ, այնտեղ ինչ որ գործողություններ կատարեք։ Բացի դրանից, խնդրում եմ հարգելի դատան ուշադրություն դարձրեք, որ այս նկարանումը, որ կատարվել է, հատուկ տեխնիկական միջոցներ են օգտագործել կամ ձայնը, այնտեղից ձայնագրվել է, հետագայում դրվել է այս տեսանյութի վրա, կամ ուղղությունը այդ ձայնագրողի ուղղությունը ուղղված է եղել դեպի Միասնիկյանի արձան ձայնագրող համակարգի, իսկ տեսագրողինը եղել է դեպի այս ուղղության վրա, որովհետև Նիկոլ Փաշինյանի ձայնը բազմաթիվ վկաներ լսեցիք, մենք էլ բազմաթիվ ապացույցներ կբերենք, հետագայում նաև տեսանյութեր ձեզ կտրամադրենք, որ տեսնեք, թե Նիկոլ Փաշինյանի ձայնը քանի մետրի վրա է լսվել։ Նիկոլ Փաշինյանի ձայնը Միասնիկյանի արձանից մինչև Մաշտոց Պարոնյան խաչմերուկ չէր կարող լսվել։ Խնդրեմ։ Ընդհանրապես մեղադրող կողմի մարտավարությունը հետևյալի մեջ է, մեղադրող կողմը փորձում է ինչ որ արդարացողի դերում, ասենք չգիտեմ արդարանի, ասի գիտեք ես մի բան այսպես, մենք արդարանալու որևէ բան չունենք, կոնկրետ ես արդարանալու որևէ բան չունեմ, թող արդարանան նրանք, ովքեր այդ օրը քրեական հանցագործություններ են գործել ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետության եւ ժողովրդի։ Այդ օրը իմ բոլոր գործողությունները ուղղված են եղել զինված հրոսակախմբերի մուտքը մեր կողմից գծանշված տարածք կանխելուն, եւ ես հպարտ եմ, որ մենք այդ խնդիրը կարողացել ենք լուծել։ Եթե որևէ մեկը գտնում է, որ կարող է Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետության տղամարդ քաղաքացիներին, իրանց կանանց, իրանց քույրերի, իրանց մայրերի ներկայությամբ ոչխարի հոգի նման ջարդել, ուրեմն սպասում են այդ մարդին։ Հայաստանի Հանրապետությունում Հարգելի դատան, ես ուզում եմ, որ մենք բոլորս եւս մեկ անգամ ուշադրություն դարձնենք, որ այս բոլոր ուրեմն տեսանյութերում ընդհանրապես ժամ գոյություն չունի։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև պետք է հասկանալ, թե ինչ իրադարձությունների զարգացման ընթացքը ինչ է տեղի ունեցել։ Կոնկրետ այդ դեպքում, երբ որ արդեն այդ խոսակցությունները տեղի են ունենում, ես էլ եմ ասում, մենք մանրամասն ինք ցուցմունքում պաշտպանական ճառում այդ ամեն ինչին կանդրադառնանք, բայց քանի որ խոսք գնաց այդ մասին, մենք պետք է հասկանանք ժամանակագրությունը, ինչ է տեղի ունեցել այս պահին։ Ցավոք սրտի ես չգիտեմ մեղադրող կողմը իսկապես չի կարողացել ժամերը ճշտել, թե կոնկրետ հայտարարությունները երբ որ հնչում են, ինչ է տեղի ունեցել, արդյոք այդ պահին մարդկային զոհեր են եղել, Արդյոք այդ պահին վիրավորներ են եղել, արդյոք այդ պահին հրազենի օգտագործում է եղել,
Ես նկատի ունեմ, որ շատ կարևոր է, եթե մենք իրոք քրեական դատավարություն ենք իրականացնում, շատ կարևոր է հասկանալ, թե պրոցեսները ինչպես են զարգացել, ինչ հերթականությամբ եւ ինչը ինչպես է տեղի ունեցել։ Ես էլ եմ ասում, չեմ ուզում անդրադառնալ, որպեսզի իրոք պաշտպանական կամ մեղադրական ճառերի փուլ չմտնենք վաղաժամկետ, բոլոր հարցերին ես կանդրադառնամ մանրակրկիտ եւ ցուցմունքում եւ պաշտպանական ճառում։ Ուղղակի ուզում եմ, եթե հնարավոր է, նաեւ միջնորդում եմ, եթե հնարավոր է կամ մեղադրող կողմը ունի հնարավորություն կամ դատարանը, բոլոր այս իրադարձությունների ժամերը մենք ուղղակի ֆիքսենք, հասկանանք ինչ հայտարարությունը որ ժամին է հնչել եւ այդ հայտարարությունների ժամին կոնկրետ իրադարձությունները զարգացման որ փուլի են հասած եղել։ Նշեց, որ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել, որ նրանք գնան առաջ եւ այլն, չնայած մենք նշեցինք, որ հատուկ նշում է, որ Իկարուսների մոտ։ Այստեղ հատկապես Նիկոլ Փաշինյանի խոսքն է հնչում 12:50, այստեղ էլ ոնց որ համընկավ։ Ժողովուրդ, ես մի խնդրանք ունեմ, տղաներ, հրապարակից մի հեռացեք, մնացեք այստեղ, մի գնացեք, բոլորդ հավաքվեք հենց հրապարակում պաշտպանական դիրքերից հետ։ Պետք չի գնալ, մի ոգևորվեք, տղեր, սա Նիկոլ Փաշինյանի խոսքն է։ Ճառում կվերլուծենք։ Մոնտաժվածը ինչ ներկայացրել են, դա բան եմ արել, ներկայացրել եմ, էլի, եթե մոնտաժված ասում են, դա դատարանը կորոշի ու ինքը ասում է կան 100,000-ավոր փաստեր, որ Փաշինյանի մեղ կապացուցող, բայց մենք գտնում ենք, որ այն վկաներն էլ բավական են, ու այս եղած տեսանյութերը դրա համար ավելի շատ չենք ներկայացնում։ Եթե մեղադրող կողմը ուներ 100,000-ավոր փաստեր Փաշինյանի մեղքը հիմնավորող, ես հիմա էլ կխնդրեմ նրանց, դատարանում էլ կխնդրեմ այդ փաստերը ներկայացնել, որովհետև այսօրվա դրությամբ ներկայացված փաստերը լրիվ հակառակի մասին են խոսում, եւ այսօր դատական նիստում մեղադրող դատախազ Փիլոյանի արտահայտած այն միտքը, թե այ տեսեք, այս ելույթում Նիկոլ Փաշինյանը փորձել է պատասխանատվությունից խուսափել, հա, դա ուղղակի ծիծաղալի է, նա բոլոր այդ արդարացնող ապացույցները գնահատում է, որ Փաշինյանը դա արել է, որպեսզի պատասխանատվությունից խուսափի։ Ստացվում է Փաշինյանը այդ շինարարության քանդումը կանխել է, որ պատասխանատվությունից խուսափի, մեքենաների վնասումը, որ կանխում է, փորձում է պատասխանատվությունից խուսափի։ Ստացվում է, որ մեղադրանքի կողմն էլ ընդունում է, որ արդարացնող ապացույցներ է բերել դատարան։ Դրա համար ստիպված է մեկնաբանել, թե դա իբր արել է, որ պատասխանատվությունից խուսափի։ Փիլոյանը նաև ասաց Լավրենտի անունով վկան, ինքը որը թալանին է մասնակցել, նաև այդ տեսանյութերում էր, այո, նա էր, որ թալանել էր, եւ նրան փորձեցին ասել, թե ինչ կապ ունի դա Փաշինյանի գործի հետ, Փաշինյանի հետ, նա ասաց, որ ինքը դա ներկայացրել է, մի ամբողջ դասախոսություն պետք է կարդալ, որ մենք հասկանանք, կապը ակնհայտ է։ Դասախոսություն կարդալ պետք չի, ակնհայտ է, որ կապ չկա, Լավրենտի Գասպարյանի ցուցմունքները բոլորս լսել ենք, նա էլ ներկայացրել է իր ցուցմունքում, որ ինքը մասնակցել է թալանին, ընդ որում շեշտեց վկան, որ թալանին մասնակցել է այն ժամանակ, երբ որ իմացել է, որ արդեն խանութները ջարդված են, այդ վկայի մասին խոսել, գիտեք ինչ, դա այն վկաներից է, որոնք իրականում թալանչիներ են, բայց որոնց զարմանալի կերպով այդպես էլ պատասխանատվության իրականում չեն ենթարկել։ Նա մի օր անգամ անազատության մեջ չի գտնվել։ Ինչի մասին էլ շարունակենք խոսել, պարզ է։ Այս տեսանյութերը, որոնք ներկայացվել են եւ դուք ասում եք մոնտաժված է, Փաշինյանի Միասնիկյանի արձանի մոտի ձայնը չէր կարող լսվել Մաշտոցի պողոտայում եւ այլն, դրանք հնարավոր է կրկնակի փորձաքննության ենթարկել, նման բան պատրաստ։ Խնդիրը հետեւյալն է։ Այո, ուրեմն այդ, որ ասում ենք ձայնը չի լսվում, դա հիմնավորվեց վկաների ցուցմունքներով, որոնք հստակ ասեցին, թե այդ բարձրախոսների ձայնը ինչքան հատվածով էր լսվում, այսինքն Միասնիկյանի արձանի ուղիղ դիմացի հատվածում էր լսվում, եւ նույնիսկ ոստիկաններից մեկը ցուցմունք տվեց, որ արդեն իսկ քաղաքապետարանի մոտ բարձրախոսի ձայնը չէր լսվում։ Ակնհայտ է, որ Զաքյան փողոցից այն կողմ առավել եւս Մաշտոցում չէր կարող լսվել։ Ինչ վերաբերում է մոնտաժին, կրկնակի փորձաքննության կարիք կարծում եմ չի լինի, որովհետեւ մենք ներկայացնելու ենք ամբողջը։ Մեղադրանքի կողմը ներկայացրել է կտորներ, մենք ներկայացնելու ենք ամբողջ տեսանյութը, որը նկարահանված է քաղաքապետարանի այդ վերևի հատվածից։ Ինչ է կարծում, ինչով կավարտվի Փաշինյանի դատավարությունը։ Ինձ համար, եթե օրենքի տեսակետից, իրավունքի տեսակետից խոսենք, այսօր արդեն իսկ օրենքով շարժվելու դեպքում մեղադրողները պետք է հրաժարվեին մեղադրանքից։